վերջո Փաշինյանի նրա ուժին չընտրած քաղաքացիները ինչ ակնկալ են սահմանադրական դատարանից, այդ սահմանադրական դատարանը նաև նրանց սահմանադրական իրավունքները չպիտի պաշտպանի։ Ի վերջո արձանագրենք մեկ հստակ փաստ, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել այս ընտրություններում։ Ի վերջո, եթե իրենց պատկերացմամբ ժամանակակից եվրոպական, դեմոկրատական չափանիշը նա է, որ ձայների փոշիացման շնորհիվ իշխանություն ձևավորելը ըստ ԿԸՀ-ի արձանագրության դա բավարար է հաղթանակ արձանագրելու համար, քավլիցի, թող դա լինի իրենց կարծիքը։ Սահմանադրական դատարանը ունի մեկ առաքելություն՝ արձագանքելու եւ արձանագրելու այն զանգվածային եւ կազմակերպված բնույթ կրող ընտրախախտումների փաստը, որը իսկապես ակնհայտ է բոլորի աչքի առջև է եղել թե ատելության խոսքը, թե վարչական ռեսուրսի չարաշահումը, թե ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախության իսպառ դեֆիցիտը։ Պատկերացրեք, մենք խոսում ենք ընտրական գործընթացի երկու կարևորագույն մարմինների մասին, մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողով, մյուսը սահմանադրական դատարան, երկուսն է անկախության լրջագույն խնդիրներ ունեն։ Լրջագույն։ Ի վերջո հաշվի առեք, սահմանադրական դատարանի դատավոր է անձ, ով մինչև վերջերս եղել է առանցքային բնույթի ներկայացուցիչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, նույնիսկ մասնակցության անհնարինության որոշման տեսանկյունից է։ Դուք իրավիճակը եւ մթնոլորտը գնահատեք։ Համանման իրավիճակ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում եւս արժե։ Պարոն Վարդանյան, մյուս անդամների հետ վերաբերյալ վերապահումներ ունեք։ Առնվազն երկու սահմանադրական դատարանի դատավորի վերաբերյալ որոշակի վերապահում ունենք, նաև դա կներկայացնենք նիստի ընթացքում։ Նիստի ընթացքում կներկայացնենք։ Պարոն Վարդանյան, նաև ամփոփելով հասարակության համար որպեսզի պարզ լինի, մինչև ընտրություններից հետո իշխանությունները աղաղակում էին ընտրակեղծիքների մասին, ընտրակաշառքների մասին, ասում էին, որ իրենց խմբերն են միանորոգանի հաստատեն դրության խմբերն են անիքների։ Ինչու ըստես իշխանությունը չդիմեց սահմանադրական դատարան վիճարկելու։ Ինձ թվում է, որովհետև իրենք եւս ունեն այն տեղեկանքը, որը փոխանցվել է մեզ, որ այդքան թմբկահարված ընտրակաշառք կամ եւ այլ նման երևույթների հետ կապված այս պայդերությամբ խոսքը գնում է 258 մեղադրյալի մասին։ Պատկերացնում եք, դա որ պատկերացնեք 3 խոշոր խուլիգանության դեպքն է։ Թող չլինեն հանգարց խուլիգանության դեպքեր, այսինքն սիրելի հայրենակիցներ, երբ միջոցառում եք ունենում եւ այլն, թող դա չվերածվի խուլիգանության, բայց դա այդ նույն թվականակն է։ Պարզապես սա ճիշտ տեխնոլոգիական մի մոտեցում էր, իրենց գնահատմամբ ճիշտ, որովհետև կարողացան նման աղմուկ ստեղծել, բայց կարծում եմ նաև իրենք հետադարձը չստանալով իրենց իսկ ստեղծած արհեստական շինց ու աղմուկի փեսայի եւ աներոջ խոսակցությունը քյաբաբի վերաբերյալ որպես քրեական գործ հրանցնելը, Դավիթ Ղազինյանի դեպքը վստահ եմ բոլորդ լսել եք, կանանց միջև բամբասանքային բնույթի խոսակցությունը դարձնել որպես այդ վիճակագրական տվյալ, որ պատկերացնեք այդ 258 դեպքը, որ ասում եմ, դրանցից մեկը պայմանականորեն Դավիթ Ղազինյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական վարույթն է, եւ այսպիսի դեպքերը բազմաթիվ են եղել։ Դուք վստահ եմ այդ ձայնագրությունները լսել եք։ Պայմանական կենցաղային բնույթի խոսակցություններով համեմված, անմեղության կանխաբարկածը չհաղթարված դեպքեր, բայց որոնց վիճակագրական տվյալը 258 մեղադրյալ։ Իդեպ այդ թվերն էլ կարող են էապես նաև նվազել այս ժամանակահատվածում, որովհետև դրանցից կարծես կեսից պակաս դեպքերն են, որ դատարան են ուղարկվել։ Իդեպ օրինակ վստահ եմ դուք լսեցիք երեկ Արթուր Ավանեսյանի վերաբերյալ դատախազի բացման խոսքը, հա։ Դա էլ է այդ վիճակագրական տվյալը հանդիսացող դեպքերից մեկը, որ ստացվում է Արթուր Ավանեսյանը մեկ ձայնի համար իբրև խոստանում էր տուն, աշխատանք եւ այլն։ Հարգելիներս, սա պարզապես լուրջ չէր այս ամենը եւ երևի թե դրա համար էլ սահմանադրական դատարան չեն դիմել, բայց թող միանան մեր դիմումին այդքան խոսում են։ Ավելի խելքով դեպքեր եղել, դրանք բոլորը հեռախոսային սահմանություններ են։ Որ պատկերացնեք, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի փետրվարից մինչև հունիս ամիսը ռեկորդային թվի գաղտնալսումներ են իրականացվել, ռեկորդային թվի օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել, այսինքն մենք խոսում ենք տասնյակ հազարավոր նման օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին։ Եվ չնայած դրան, կրկին հիշեցնեմ, 258 դեպք, որտեղ մեղադրանք է ներկայացվել,
իդեպ ձեր հարցին էլ հենց պատասխանելով նման իրավիճակ ձեր նկարագրած ես չեմ լսել, չեմ տեսել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։